Երթմնակալության արարողության հիմքում միապետերի թագադրման ծիսակարգն է։ Մեր օրերում թագադրությանը փոխարինել է համեստ երթմնակալությունը։ ԱՄՆ-ում առաջին անգամ որպես նախագահ երթվել է Ջորջ Վաշինգտոնը 1789 թվականին կոնգրեսի դահլիճում ձեռքը Աստվածաշնչին։ Հիմա այդ երկրում երթմնակալության հանդիսավոր արարողություններն անցկացվում են Կապիտոլիումի արևմտյան թևում։ Դրան գրավում են հազարավոր մարդկանց։ Իդեպ երթմնակալությունները 1801 թվականից ի վեր անցկացվել են Կապիտոլիումի տարբեր հատվածներում, սակայն Ռոնալդ Ռեյգանի 1981-ի երթումից հետո արևմտյան թևը դարձավ արարողության անցկացման ավանդական վայրը։ Երթմնակալության առիթով Միացյալ Նահանգներում կազմակերպվում են տոնական քայլերթ ու պարահանդեսներ։ Մինչև 1933 թվականը, բացի այն դեպքերից, երբ նախագահ է դարձել փոխնախագահը, երթմնակալություններն անցկացվում էին մարտի 4-ին, Սահմանադրական համապատասխան ուղղումից հետո հունվարի 20-ին։ Երթմնակալության տեքստերը տարբեր երկրներում հիմնականում նույնն են։ Երթվելիս առաջնորդները խոստանում են բարեխղճորեն կատարել նախագահի պարտականությունները եւ իրենց ուժերի ամբողջ կարողությամբ օժանդակել, պահպանել ու պաշտպանել երկրի սահմանադրությունը։ I, Barack Hussein Obama, do solemnly swear. So help you God? So help me God. Congratulations, Mr. President. Լատինամերիկյան երկրները մեծապես հետևում են ամերիկյան մոդելին, չնայած օրինակ Բրազիլիան ամենաշքեղ արարողություններ կազմակերպող երկրներից է։ Օրվա ընթացքում անցկացվում է միաժամանակ մի քանի միջոցառում։ Մայրաքաղաքում նորընտիր նախագահի շրջայց բաց մեքենայով, երթում, ռազմական շքերթ ու հրապարակավ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակում։ Եվ այս ամենն այն դեպքում, որ սահմանադրությամբ նախատեսվում է միայն երթում։ Եվրոպայում երթմնակալության արարողությունները որպես կանոն ավելի զուսպ ու կարճատև են, որոնց համար չափանիշ է ֆրանսիականը։ Բացառություն է միապետական Բրիտանիան, որտեղ շարունակում են հավատարիմ մնալ շքեղ արարողություններին։ Բոլոր երկրներում նույնն է թերևս պարահանդեսի ավանդույթը, որի ժամանակ մատուցվում են ազգային ուտեստներ։ Ֆրանսիայում երթմնակալությունն անցկացվում է Ելիսեյան պալատում։ Այստեղ նորընտիր նախագահին դիմավորում է նախկինը։ Ավանդաբար նոր ղեկավարը ստանում է նախագահական տարբերանշանները, որոնք իրեն են պատկանում որպես պատվո լեգիոնի շքանշանի մեծ մագիստրոսի։ Նոր նախագահին է փոխանցվում այսպես կոչված միջուկային կոդը։ Սա յուրօրինակ գործառույթ է եւ իրականացվում է միջուկային ուժերի նկատմամբ քաղաքական վերահսկողությունն ապահովելու համար։ Հետաքրքիրն այն է, որ ոչ մի երկրում այն պաշտոնական բնույթ չի կրում։ Արարողությունն ավարտվում է հրետանային 21 համազարկով ու նորընտիր նախագահի հակիրճ խոսքով։ Ի տարբերություն շատ երկրների, Ֆրանսիայի նախագահը երթում չի տալիս։ Monsieur le Président de la République, nous vous reconnaissons comme grand maître de l'ordre national de la Légion d'honneur. Ռուսաստանի նախագահի երթմնակալություններն անցկացվում են անվտանգության խիստ պայմաններում, ու եթե 90-ականներին երթմնակալության արարողակարգ դեռևս չէր ձևավորվել, ապա 2000 թվականից այն հստակեցվել է։ Ի տարբերություն Բորիս Ելցինի երթմնակալության արարողությանը, որն անցկացվել է Կրեմլի նիստերի դահլիճում, Պուտինին ու Մեդվեդևինը եղել է Ալեքսանդրյան պալատում։ Հիմա նախագահները երթվում են ձեռքը երկրի սահմանադրության վրա, արտասանելով սահմանադրության մեջ գրված 33 բառ։ Հետո սահմանադրական դատարանի ղեկավարը նոր նախագահին փոխանցում է նախագահական իշխանության խորհրդանիշերը, հնչում է երկրի օրհներգը եւ ելույթ է ունենում նորընտիր ղեկավարը։ Տոնական ու հանդիսավոր նման ցանկացած արարողություն հիրավի մեծ ուշադրություն է գրավում։ Այն ցուցադրում է տվյալ երկրի անցյալը, ոգին, բարքերը, ժողովրդի հետ իշխանությունների հարաբերությունները։ Լիանա Հակոբյան, ժամը լրատվական։